Փոքր հասակից շատ եմ սիրել այս համազգեստը, իմ հայրը եղել է ոստիկան, իմ ծնողները շատ էին ուզում, որ ես էլ դառնայի ոստիկան, բայց ես ավելի շատ սիրում էի զինվորականի աշխատանքը ու մեծանալով, դեմ գնալով ծնողներիս կարծիքին, ընդունվեցի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարան։ Առաջին կուրսիսան Մարինե Պողոսյանը մինչ ակադեմիա ընդունվելը ուսանել է Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում, ապա ծառայել կանանց գումարտակում։ Այստեղ նա ընտրել է մոտոհրաձիգի մասնագիտությունը, քանի որ համարում է այն ամենահամապարփակը։ Մենք անցնում ենք ամեն ինչ, նույնիսկ հրետանավորի մասնագիտությունը, եւ ամեն ինչից տեղեկացված ենք։ Ռազմական ոլորտը ընտրելու համար հիմնական շարժառիթը եղել է 2020 թվականի պատերազմը։ Պատերազմից հետո ոգեշնչվել եմ ու ուզեցել եմ հայրենիքիս համար ինչ-որ մի քայլ անել։ Լյուբա Սիմոնյանի համար ամենօրյա ծանրաբեռնվածությունը սեփական անձը կատարելագործելու միջոց է։ Ամենաբարդը ֆիզիկական վարժություններն են, որոնք գնալով հաջողվում են։ Ամենաբարդը առավոտյան ֆիզիկական պատրաստվածությունն է, որովհետև ամեն մեկին չի որ հեշտ է տրվում, ամեն մեկի համար չի հեշտ։ Ինձ մի քիչ բարդ է եղել, որովհետև ես ֆիզիկապես մի քիչ թույլիկ եմ եղել, բայց հիմա փորձում եմ ուղղել այդ ամենը։ Մերի Մարտիրոսյանի դեպքում ռազմական ոլորտի ընտրությունը պայմանավորված է եղել ընտանեկան, մասնավորապես հոր օրինակով, որը ծառայում է զինված ուժերում։ Փոքրուց տեսել եմ պապայիս կեցվածքը, միշտ տեսել եմ համազգեստով իրան։ Ամենատպավորած պահը այն էր, երբ որ պապաս բարձրանում էր դիրքեր, իմ համար շատ ծանր էր այդ փաստը։ Ես անհամբեր սպասում էի 15 օրը երբ էր լռանալու ու ինքը վերադառնար տուն։ Իրան տեսնելով որոշեցի, որ ես եմ մեկնելու ծառայության ու իր գործը շարունակեմ։ Զինվորական առօրյային անցնելը փոխել է Մերիի աշխարհայացքը։ Նա խոստովանում է, որ երբեմն ճնշվում է տեսնելով ոչ զինվորական իր հասակակիցներին։ Այդուհանդերձ ծառայակիցների հետ ձևավորված ամուր կապն ու միջավայրն օգնում են հաղթահարել հոգեբանական այդ ճնշումները։ Որ առարկաններն է քո ամենասիրածը։ Մարտավարությունը։ Ինչու՞։ Դե սերը եկել է դասախոսից, իր բացատրելուց, իր մոտեցումից ու որպես արդեն հիմնական մասնագիտություն մարտավարության մեջ է մեր ամբողջ մասնագիտությունը, դրա համար սիրել եմ մարտավարությունը։ Մենք հիմա գտնվում ենք հետևակի մարտական մեքենաների վարժասարքի լսարանում։ Դու ստեղ շատ է ժամանակ անցկացնել։ Ժամանակ անցկացնելը դասապրոցեսի հետ է կախված, մինչև իրական տեխնիկայի վարմանը անցնելը մենք գալիս ենք վարժասարք, սովորում ենք մեքենայի ամեն մի նրբություն, մարտական մեքենայի նրբությունները, հետո նոր մեկնում ենք դաշտում իրական մեքենա վարելու համար տեխնիկան։ 4-րդ կուրսի կուրսանտ Դավիթ Մելքոնյանը հետևակի մարտական մեքենայի վարման հմտությունները ձեռք է բերում լսարանում, ապա դրանք կիրառում զորավարժարանում։ Նա ակադեմիա է եկել դպրոցական նստարանից եղբոր օրինակով։ Այստեղ սովորում են ոչ միայն մարտական տեխնիկա վարել, այլև տիրապետել հակառակորդի լեզվին։ Հայ սպայի գլխավոր առաքինությունը ճիշտ առաջնորդ լինելն է։ Նախ մեր ռազմական ակադեմիան կրթվում է որպես սպայ եւ առաջնորդ, մեր կարգախոսն է որպես առաջնորդ։ Առաջնորդը ամենակարևոր դերն ունի բանակում որպես առաջնորդ։ Մենք հիմա կրթվում ենք որպես առաջնորդներ եւ պատրաստվում ենք մեկնել զորամասեր մեր ծառայությանը արդեն որպես սպա։ Տեղագրությունը, որովհետև ինչ մասնագետել լինես զինվորական ոլորտում, տեղագրությունը այսպես թե այնպես պետք է գալու, որովհետև դու պետք է իմանաս որտեղ ես գտնվում, կարողանաս որոշել քո կողմերը բևեռային ու կոորդինատներ հաղորդես յուրային ստորաբաժանումներին։ 3-րդ կուրսի կուրսանտ Էրիկ Ղազարյանը վստահ է, որ սպան պետք է օրինակ ծառայի իր ենթականերին ոչ միայն խոսքով, այլև մասնագիտական բարձր պատրաստվածությամբ։ Նա ասում է, որ այս մասնագիտությունն իրեն օգնել է ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական կյանքում։ Աշխատատեղում գազ էր գնացել ու ոնց որ պայթյուն տեղի ունեցավ խողովակների ոչ լավ ամուր լինելու պատճառով։ Խոճապի մատնվողներ եղան, ես ընդամենը գնացի, խնդիրը գտա եւ փակեցի փականը, որ խեղդվելուց է կարողանանք խուսափենք։ Լեռնային պատրաստությունն է շատ օգնել, քանի որ ծնունդով վանաձորցի եմ, տենց
Լեռների հետ շատ եմ գործ ունենում, հետաքրքիր է լինում։ Այդ կապերը հյուսվածքները շատ են օգնել են իստեի կրթությունից։ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի օրն ավարտվում է հերթական դասով կամ մարզումով, բայց պատրաստությունը շարունակվում է մտքում։ Տարբեր շարժառիթներով այստեղ եկած երիտասարդներ ունեն մեկ տեսլական՝ լինել լավ սպա եւ ունենալ որակյալ ծառայություն։